կան դեպքեր, երբ բարիատրիկ վիրահատությունը խիստ անհրաժեշտություն է։ Ես միշտ, եթե կա լուծում, ալտերնատիվ, տարբերակ, թե ինչպես կարելի է խուսափել բարիատրիայից, ես միշտ մարդուն օրինակ եմ բերում։ Պատկերացրա, դու ենթադրենք կշռում էիր 100 կիլոգրամ, արթնացել ես 60 կիլոգրամ։ Հարց. ինչ ես կարծում, դու կկարողանաս պահել քո մարմինի այդ քաշում։ Երկար մտածելուց հետո պատասխանում եմ ոչ, ինչու, քանի որ դու սովորություններ չունես դաստիարակած քո մեջ ճիշտ ապրելակերպի, ճիշտ սնվելու, ճիշտ ջրային ռեժիմի։ Եվ այս ամեն ինչի հիման վրա բարիատրիան լուծումը արագ, լուծումը խնդիրը, բայց հիմքը մնում է։ Ես միշտ համեմատում եմ բարիատրիան գլխացավի դեղի հետ։ Գլուխը ցաված, դեղը խմեցիր, խնդիրը ցավը վերացավ, բայց խնդիրը մնաց։ Բարիատրիայից հետո մարդը իր սնվելու սովորությունը չի փոխում։ Եթե չփոխի, ստամոքս ունի լայնանալու հատկություն։ Քիչ-քիչ, աստիճանաբար էլի սովորությունները վերականգնելու են քաշը։ Դա չի ելքը։ Մարդիկ այսօր ման են գալիս կախարդական փայտիկ, չկա կախարդական փայտիկ։ Կա սովորությունների փոփոխություն։ Ես մարդ եմ, ով անցել է այդ ճանապարհով։ Ես մարդ եմ, ով նիհարել է եւ 12 տարի պահել է քաշը։ Խնդրի պատճառով ես իմ քաշը հավաքել եմ 2 տարի առաջ, բայց ես շարունակում եմ աշխատել իմ սովորությունների վրա, որովհետև սովորությունն է, ոչ թե բժշկությունը կամ վիրահատությունը չի լուծելու այդ խնդիր, եթե մարդ չի ուզում փոխվի, չի ուզում շարժվի, չի ուզում սնունդին հետևի,